գյուղացու վիճակը ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեղ չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես է ծառուկամ, ինչ հարցով պետք է լի, ես է կողնեմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանին հաճախ կարելի է տեսնել երեխաների հետ ջերմ ու հուզիչ հրապարակումներում։ Ակնհայտ է դերասանուհու առանձնահատուկ սերն ու կապվածությունը փոքրիկների նկատմամբ, որոնց թվում է նաև ամուսնու քրոջ դուստրը։ Ռոզան պարբերաբար կիսվում է փոքրիկի հետ լուսանկարներով ու ընտանեկան ջերմ պահերով, որոնք մեծ արձագանք են ստանում հետևորդների շրջանում։ Օրերս դերասանուհին հրապարակել է նաև հուզիչ հոլովակ, որտեղ կարմիր շերտներկով համբուրում է փոքրիկին։ Նրա մարմնի վրա թողնելով շրթներկի հետքեր։ Ջերմ կադրերը կրկին արժանացել են բազմաթիվ դրական մեկնաբանությունների ու հաճոյախոսությունների։ Վերջին զանգ հեռուստանախագիծն ավարտվեց, սակայն սիրելի դերասանական զույգի Լևոնի և Ռոզայի շուրջ քննարկումներն ու հանրության ուշադրությունը շարունակում են նոր թափ ստանալ։ Շատերին հետաքրքրում է, ինչ նոր նախագծերում նրանք կհայտնվեն, արդյոք կունենան համատեղ պրոյեկտներ և ինչպես կզարգանա նրանց ստեղծագործական ճանապարհը առաջիկայում։ Այս ֆոնին ուշադրությունից չի վրիպում նաև Լևոն Մկրտչյանի կինը՝ Էվելինա Ստեփանյանը, ով ըստ որոշ դիտարկումների կարծես Ռոզա Դավթյանի հետ անտեսանելի մրցակցության մեջ է։ Թերևս պատճառը Լևոն-Էվելինա ամուսնական զույգի շուրջ երկրպագուների երբեմն սուր արձագանքներն էին։ Մեղմ ասած, շատերի սրտով չէր նրանց ամուսնությունը, քանի որ ըստ որոշ կարծիքների զույգը անհամապատասխան էր։ Այնուամենայնիվ, Star News-ը նման տեսակետ չի կիսում, թե Լևոնը, թե Ռոզան ամուսնացած են և մենք սպասում ենք նրանց կյանքում միայն լավ ու լուսավոր նորությունների սիրով լուսաբանելու համար։ Վերջին շրջանում Ռոզա Դավթյանի սոցհարթակային հրապարակումները հստակ գաղափարական ուղղություն ունեն։ Նոր տարի, նոր կյանք, առողջ ապրելակերպ, ինքնազարգացում և ինքնակրթություն։ Նրա agrarումներից զգացվում է կյանքի նոր փուլ մտնելու, ավելի լավին ձգտելու և չակերտավոր ասված նոր Ռոզա դառնալու ցանկությունը։ Դրան հաջորդեցին ընտանեկան հարաբերություններից փոքրիկ դրվագներ սթորի ձևաչափով, ջերմ պահեր սկեսուր մայրիկի հետ, ամուսնու եղբոր հետ հրապարակած հոլովակներ, իր մայրիկի հետ լուսանկարներ և այլ ընտանեկան ակնթարթներ, որոնք վկայում են խաղաղ ու ներդաշնակ մթնոլորտի մասին։ Դավթյանն իր սոցիալական հարթակներում շարունակում է լինել անկեղծ ու ակտիվ։ Նրա այս տարվա հրապարակումները հիմնականում ինքնակրթվելու, ինքնազարգանալու և ավելի լավը դառնալու միտում ունեն։ Ռոզան որոշել է առողջ ապրելակերպ վարել։ Նրա ինստագրամյան հարթակի սթորիներում հաճախ կարող ենք տեսնել առողջ սնունդ։ Ռոզա Դավթյանն անգամ վերջին շրջանում սկսել է պատրաստել և ինչպես ինքն է ասում, էքսպերիմենտներ է անում։ Դրանցով էլ կիսվում հետևորդների հետ։ Առաջարկում ենք դիտել Ռոզա Դավթյանի հրապարակած հոլովակները, որտեղ նա անկեղծորեն նշել է նաև, որ պատրաստվում է վարորդական տեսական քննության։ Տեսանյութը դիտեք առանց մեկնաբանության։ Ինչ պայմաններում եմ ուղղակի ես քամում իմ նարինջը։ Ու ինչ եմ ես մի ամբողջ բացակայել ստորիներից, ինչով եմ զբաղված։ Մեր թարմ քամած նարինջները պատրաստ են, սառույց ավելացրինք, նարինջը մանդարին է, ի դեպ ասեմ իմանաք, մանդարին էլ կարելի է ավելացնել, վաֆլիներ էլ ենք պատրաստել և պիցա ու բրուսկետա։ Մազերս չորացրի և չեմ կողմնորոշվում, ուղիղը մի ժամ արդեն ուղիղ անեմ, հարթուկ եմ, այսինքն թե Dyson-ով ալիքներ անեմ, խարխվենի էֆեկտ ստանամ։ Այնպես, որ ես կթողնեմ պատուհան, դուք քվեարկեք և այսօր ես իմ մազերը կհարդարեմ ըստ ձեր քվեարկության 10 րոպե հետո։ Ձայների մեծամասնությամբ հաղթեց խարխենը և ես արագ խարխենն արեցի, բայց իհարկե կողմեի ուղիղին։
Իմ կամքին հակառակ եմ արել, ոնց որ խնդրում եմ գնահատել։ Չեմ ավոտում, ես եմ սարքել։ Ինչ ամովա։ Որից պահանջով ես ու Արսենը միասին նկարում ենք փորձարկում։ Սկսենք։ Դու ես ուզում բացել։ Ես բացեմ։ Թողում ես բացեմ։ Դեղի հոտ է գալիս։ Ոու։ Պինա։ Շատ ձիգ էր ու շատ արհեստական էր համը։ 10-ից Давайте 5։ 10-ից 3։ Ինձ ընդհանրապես դուր չեկավ։ Երկրորդը ես ենք փորձում։ Յոգուրտի պուդինգը։ Համովա անցած անգամ որ պուդինգ ենք կերել, այդ պուդինգի համին անույն ոչ մի արտասովոր բան 10-ից 9։ 10-ից 7։ Все-таки. Անհամոց որ է։ Անհամեր։